Թուրք-ադրբեջանական դուետը մի կողմից հայտարարում է, թե ահա Հայաստանի հետ խաղաղության, հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլեր են անում, մեկը ազգային ավիափոխադրողի ամենօրյա չվերթերի գործարկումից է խոսում, մյուսը երկաթուղով Հայաստան բենզին ուղարկում, թույլ տալիս երրորդ երկրները, առայժմ մասնավորապես Ղազախստանն ու Ռուսաստանը մեր երկիր ցորեն հասցնեն, մյուս կողմից խաղաղության վարագույրն իջնում է, ռազմական նոր գործարք են կնքում։ Ադրբեջանի մեջլիսը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը, երկու պարտականություն են ուսերին առել, որևէ ռազմական բախման ընթացքում փոխադարձ օգնել իրարու։ Վաղուց ի վեր Ադրբեջանի սուբյեկտայնության մակարդակը չափած ցածրացել է եւ այսօր արդեն Ադրբեջանի ռազմական ուղղությունը ռազմական ոլորտում իրականացվող ցանկացած լուրջ գործողություն ոչ միայն համակարգվում է Թուրքիայի ուղղորդմամբ, այլև շատ հաճախ ուղիղ կառավարվում է այդ երկրից։ Վերջին տարիների օրինակ առաջին երկուսի ընթացքում փորձում էին սքողել այն իրական նպատակները, հիմա նույնիսկ չեն փորձում սքողել։ Սա Հայաստանը բնաջնջելու մտքից երբևէ հետ չկանգնելու առավել քան առարկայական հողի վրա արկա ապացույցներ դրսևորումներ են։ Տարածաշրջանում ում հետ դեռևս չպարզած հարցեր ունեն թուրքերն ու ադրբեջանցիները, ռետորական հարցը մասնագետները տալիս են շարունակելով հիմնավորումների շարքը։ Միջազգայնագետը հիշեցնում է, 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ Շուշիի դեկլարացիան կնքվեց, ուրեմն խաղաղության սարերից այն կողմ թուրք-ադրբեջանական ռազմավարական չընդհատվող համագործակցությանն ենք պարզապես ականատես, համագործակցություն, որ փաստորեն կանգ չի առնում, նույնիսկ ընդմիջում թայմ-աութ չի վերցնում։ Որպես այդպիսին Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն պաշտոնապես ունեն մի ձևաչափ, որով որ ցանկացած ագրեսիա, իսկ ագրեսիայի տակ դիտարկվում է գետ 1 համբուշտ կրակոցը, կարող է դիտարկվել որպես թշնամական քայլ եւ համատեղ զորավարժություններից զատ նաեւ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել։ Ամբողջ տրամաբանությունն ու բովանդակությունը դա է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինի խաղաղասիրական տրամադրությունների կամ դրա տրամաբանության մեջ տեղավորել ռազմական բախումների հետ կապված մտահոգությունները, դրա շուրջ հետագա հնարավոր համագործակցությունը, երբ էլ որ այն լինի, նշում է փորձագետը։ Այսինքն բացառվում է, երբ որ ռազմական բյուջեն ավելանում է, համատեղ զորավարությունները շատանում են, կնքվում են նմանատիպ պայմանագրեր, դա մինիմում խոսում է նրա մասին, որ ռիսկերը չի նվազեցում եւ նույնիսկ լայնամասշտաբ թե լինի լոկալ պատերազմի հավանականություն, այս պահին մինչև այս պահը եւ այս պահից հետո էլ արկա է լինելու։ Մենք առավել եւս գիտենք թուրք-ադրբեջանական տանդեմից ավալապաշտական ու առավելապաշտական նկատումները։ Այնպես որ ինքնախապեյությունն է ասել, որ դա որպես այդպեսի այդ բովանդակությամբ հուշագրերի ստորագրումը արդյունքները չի թողելու առաջիկայում։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները առաջ են գնում մի քանի ուղղություններով միաժամանակ՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային։ Դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ձևավորել է իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Ըստ մասնագետների, այդ հակադրությունն է, որ պայմանավորում է ընթացիկ անորոշությունը՝ կգա խաղաղությունը, թե չի գա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։